Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, դες է հանրային դատ հաղորդաշարը հայկական Նելսոն Մանդելայի ղեկավարությամբ, չգիտեմ, բարութով եւ այլն, ոնց որ ինձ անվանում են մեր հարևաննիքը, ասում են դու հայկական Նելսոն Մանդելան ես։ Այսօր նորից մեր սևականների մոտ միջոցառումի Ես էլ որպես հայկական Նելսոն Մանդելա իրենց ազգային տարազը նորից հագել եմ եւ հրավիրված եմ տոնական միջոցառման։ Ինձ աֆրիկացիները հարգում են։ Մեր մշտական անդամները այստեղ են՝ Ընկերաբաս, Անդոյ, Աննա Վարդապետյան, Տհաճ Մարդ, Մալչիկ Պայմենի Սասուն, Վահե Ղազարյան, Կիրեմը Բխո, Արգիշ Քարամյան, Ռուզիկս այստեղը, Քրիստիկն, Եկնային գրասենյակը, այս ահագին ժամանակը գործուղված է այնտեղ, ուղիղ կապն իրականացվում է չերես դեղին հեռախոս։ Ինչևից է ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Երևանի քաղաքապետարան Սիսիի գլխավորությամբ իա ղախպիտաղա բոզիտաղա թայֆով Աննա Վարդապետյանն այստեղ է, так, Արման Թաթոյան, որ ասում է գնալով ռեյտինգը աճում է, թե ինչ է անում Արման Թաթոյանը, որ գնալով ռեյտինգը աճում է, ես չգիտեմ, էդի կիմանա Սաթիկ Սերանյանը, որ ասում է գնալով ռեյտինգը աճում է, արի Արման Թաթոյան, так, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Բևեր, Սեֆիլյան, Մուսկուլնի, Թողմախի Մհեր, Մհերիկ, արի, Թողմախի Մհերիկը, անցի, Մհերիկ, նստի գարլախնոցում, Մհերիկի բոզի տղա, Բաբկեն Ղազարյանը, Թողմախի բաբո, կրիմինալնի էլեմենտ, Անցի Գանդոն Մհերի տղա Դավիթս նույն ինքը Սիսի boyfriend Անցի Так Քերակատարողական վարչության պետ ընկեր Ամբակում Արդարադատության նախարար Գիգիշ Արմավիշ քերակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյան Բոզի տղա Так Վարդաշեն քերակատարողական հիմնարկի պետ Խերգլող անցինստի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ համեցեք տեր հայր նստեք ռուզիկ ամենայն հայոց կաթողիկոսին տեսեք ինչ է ըմպում մատուցեք այսօր ես կուլտուրական եմ Նիկոլ Փաշինյան իա Բոզի տղա կառավարությունով Բագրատ Սրբազան համեցեք Մնացածին արդեն մենք կանադառնանք ձեռի հետ Վся семья в сборе Ռուզիկ դռները փագի որ մարդ չկարանա գնա Այսօր մայիսի 6-ն է եւ եթերում է հանրային դատ հաղորդաշարը Մինչ մեր բուն հաղորդմանը անցնելը եկեք մի հատ տեղեկանանք ինչպես է իրեն զգում մեր Ֆրանսիայի քաղաքացին ով գտնվում է արդեն չգիտեմ որի օրնա Զվարթնոց օդանավակայանում եւ ոչ մի կերպ չի կարողանում թափանցել կամ ներթափանցել Հայաստանի Հանրապետություն Տեսնենք հարմար է զրուցելը Ալո Այո Bonjour monsieur Nigoyan Bonjour Bonsoir Paris Ça va
Շատ եմ կարոտել ձեզ 2-3 օրից մտահոգ էի, որ քեզ մի բան եղավ, որ չես զանգում։ Ոչ, պարոն Նիկոյան, ուղղակի մենք շաբաթ կիրակի չունեինք հանրային դատ, այդ իսկ պատճառով մենք ձեզ չենք զանգահարել, դրա համար խնդրում եմ ներողություն։ Ինչպես է ձեր առողջությունը։ Մի բան ասեմ ձեզ, հիմա որ ես ձեր մասին եմ հայտարարում իմ դարբեր Facebook էջերի վրա, լիքը ֆրանսացիներ ձեզ հետևում են առանց հասկանալով թե ինչ եք ասում են wow, il est incroyable, incredible ձեր մասին են ասում։ Ահա։ Je t'aime français, je t'aime français։ Մնացել Էմանուել Մակրոնն էլ ձեզ հետևի։ Ահա, օքեյ։ Հիմա ասեք տենամ ձեր վիճակը ոնց է, քանի օր եղավ դուք հացադուլի մեջ եք։ Ուրեմն այսօր 15-րդ օրն է, մի քանի ժամից կլինի 16-րդ օրը, հաստատ 1000%-ով մինչև մայիս 9-ը էդի մինիմալն եմ ասում շարունակելու եմ, բայց եթե արո կներեք դժվար է խոսել էներգիայի տապում եթե առողջականը լավ չի հոգեբանականը ամեն օր հզորանում է ուղևորները գալիս են ինձ ուժ են տալիս միածին որ իր խաչն է դվել բայց այսօր հետաքրքիր է մի հատ դաշնակը անցնում Ֆրանսիա գնում ինձ կֆրտեց տիկնաբահները այրոպորտին այդ վեճի համար իրանք գիտեն ես եմ վեճ եմ բացում եկան իմ վրա հարձակվեցան այրոպորտի անկությունը հետո մի հատ եկավ մատս խփեց մի հատ էլ ասեմ ձեզ ճիշտը քանի որ արդեն 8 կիլո եմ մի հարել շալբարս թույլա ուրեմն մնացել է չունեմ Երևանի տունը կամ Փարիզում ստիպված Դուբայից օր եմ դրել եթե Սրբազանը Բագրատը հագնում է սև ես պիտակ եմ մի հատ մի քիչ առաջ մի հատ չգիտեմ ինչը բարոն վարչապետի օգնականներից երևի սկսավ ինձ կֆրտել մտածելով որ ես եկեղեցական եմ առանց իմանալով ինչ բանման ասելով վարչապետը ամենալավն է երկրի հզոր հրամանատարը ես ասացի չէ դերեք Մարգակովը ես եղել եմ հապան մի տարի առաջ եւ տեսել եմ ոնց հին հանդից բնորդները մենք հանցնել են նա էդի եղավ բայց էդի կարևոր չի մենք հայեր վերջո կարանք դիջել իրար բայց ամենացավալի երեք հիմա արդեն քննությունն ալինում ոստիկանության քննիչը գնացել եմ Բուխարան եկել եմ ինվեստերից մեջից ստեփ դուպունե ու մեջը մոտ 3 դագը պահել էի 3800 եվրո որ կողացված ա եղել ու իրանք գիտեն քանի որ այդ դուպը տեսել են 10 անգամ վեշերս խորնեցին չկա ես էլ այրոպորտից սուտ չեմ եկել հիմա ոստիկանությունը մտում կամերայով պնդում է, մտում նայում է, հետևում է, քննում է, թե ով է կողացել իմ գումարը, բայց կարող է նադույա եղել, որ ես զվեմ ու գնամ, ես գնացողը չեմ, ես ներողություն եմ խնդրում, այսինքն ձեր իրերի միջից գողացվել է ձեր դրամապանակը, որի մեջ եղել է 3800 եվրո գումար։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդտեղից գողացողը կամ պիտի գողանար նստեր սամալոտ թռներ, կամ պիտի գողանար դուրս գար, ուրիշ գնալու տեղ չուներ։ Իսկ այրոպորտի անվտանգությունը 24 ժամ անցել է չի կարողանում տեսախցիկով ֆիքսի, թե ով է գողացել ձեր դրամապանակը։ Կամերա կա, ամեն ինչ կա, ես երեք անվտանգությունը եկավ, ստուգեց, փնտրեց, ոստիկանությունը այրոպորտից մոտիկացավ, ասես պետք է դիմում գրես, դե մինչև հիմա սպասում եմ այդ դիմումի գրելը, այսօր գրիվ եմ արել, որ այդ ոստիկանությունը հետ կա, եկան, բայց դիմում եք ասում, բա ինչ ա եղել, փախել եք, գնացել եք,
Չէ, հենց դիմումը բանավորա Բանավոր դիմում չի լինում քննիչ կա, հետաքննողական ոստիկանություն կա, պետք է քննի դե խրտրավ գնաց ոչինչ փողատով տա գնացող եկածողա կարող է արեցին որ ես զսվեմ, բայց ես զսվողը չեմ ես ինչքան մտածում եմ որ իմ բայկարը լեգիտիմ է շարունակելու է ուրիշ տարբերակ չեմ տեսնում ու մայիսին կտեսնենք ինչ է լինելու ու գոչ եմ անում հայ ժողովրդին եթե նրանք որ իջնում են գետրոն 9 մայիսին նույն ձևով մի ժամ կամ մի ժամ ու կես առաջ ակտ ենք անում Ֆրանսիայի դեսպանատանի առջևը Քիրիկով Լուսավորիչ փողոց որ գտնում է հրապարակի մոտիկ քանի որ Baron Monsieur l'ambassadeur de France Olivier de Cotigny արկելում է դիգին Amélie Moqueur, Hypatosine, Vorga, Miren, Aïtsele, Desne, Inchavichagos, Arach Vochmiban, Eti Haidaraga, Fransai, Garabaruchanel, Fransai, Orenknelvinel. Ես ձեզ մաղթում եմ առողջություն, իսկ Հայաստանի ոստիկանությանը ուզում եմ ասել, եթե տեղի է ունեցել գողություն կամ եթե մարդը հաղորդում է ուզում տալ, բանավոր հաղորդում չի լինում Վայ Ղազարյան։ Ես ես գիտեմ որ դու գիտեք, ուղղակի Վայ Ղազարյանը, քանի որ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանապետի մինիստրների մեջ ամենաչակերտավոր գրագետ մարդն է։ Ես ուզում եմ որ ինքը իր գրագիտությամբ չփայլատակի բանավոր հաղորդումը որն է ով է քո աերոպորտի միլպետը վեկալ եմ ես դեղին հեռախոսը նախարարի մասին մի բան էլ ասեմ մի բան հայտարարը 2 տարի առաջ որ եկել եմ Հայաստան գնացել եմ ուրիշ հարցով որ իմ վրա հարցակում ա եղել գետրոնական բաժինը ես գիտեմ Սուրբ Սարգիսի մոտ է այն ժամանակ գիտեմ այնտեղ է եղել Նիկոլ Փաշինյանի տերտի մոտ բայց տեղափոխել են նոր Տապտազաշենք Սուպեր Ռեմոնտ ֆուտբոլ ստադիոն Գիտեմ ու այնտեղ որ ուզում էի բարձրանալ լիֆտը չէր աշխատում ախր զարմացա ոնց լիֆտ ասում են Լեո ջան այդ լիֆտը աշխատել է մի շաբաթ մի տարի էլ չի աշխատում ես հայտարարակ այդքան արեցի որ ստիպեցի որ նախարարը վերականգնեցնի այդ լիֆտը ու մի շաբաթ հետո սարքել եմ տվել ու աշխատում է նորից այդ լիֆտը Դե գիտեք ինչ մեր ոստիկանություն հնարավոր չի անվանել ոստիկանության մեծ մասը Բոզի տղեկի հավաքածու է սկսած վերնախավիզի վալն ոստիկանությունը եթե երկիր ոստիկանություն չլինի Չէ ես չեմ ուրեմն պարոն Նիգոյան ոստիկանությունը ռամանագադարում ոստիկանությունը ես նորից եմ կրկնում մեծ մասը բոզի տղեկի հավաքածու է որովհետև ոստիկան դա չի նշանակում ֆորմեն հակավ դարավ ոստիկանը պիտի լինի գրագետ ոստիկանը պիտի հավատարիմ լինի իր կողմից տված երթմանը այլ ոչ թե հրամաններին կարան հրաման տան ասեն գնա այս ինչ երեխու գցի ավտոյի տակ պիտի գնա գցի ավտոյի տակ իսկ մեր ոստիկաններն անում են Եվ եթե տեղի է ունեցել հանցագործություն ձեր մոտից գումար են գողացել, պարտավոր են ընդունել գրավոր հաղորդում, այլ ոչ թե բանավոր։ Եվ մի հատ էլ բխորհրդամ ձեզ, եթե դուք ուզում եք, որ ձեզ Հայաստանի Հանրապետություն ոստիկանությունի մեջ ես լավ ընկերներ ունեմ, լավ մարդ էլ գիտեմ։ Ես էլ ունեմ, պարոն Նիգոյան, բոլորս էլ ունենք։ Գարմիտ բերետների մեջ էլ լավ ընկերներ ունեմ, սա նույնը չէ։ Բոլորս էլ ունենք, բայց կրկնում եմ մեծամասնությունը բոզի տղա է։ Ես էլ ձեզ խնդրում եմ, որպեսզի եթե դուք ուզում եք, որ ձեր նկատմամբ ավելի ուշադիր լինեն Հայաստանի կառավարման մարմինները, փորձեք ձեր հաղորդումներով հաճախակի հայոյել Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե դրա հիման վրա ձեզ փորձեն թողնել Հայաստան։ Որ ասում եք այդ ոստիկանությունի մասին, ես իրանց մայրերը չեմ ճանաչում, եթե իմանամ, եթե իրանց մայրը բոզատե չէ։ Կա հոգով բոզի տղա, կա ֆիզիկապես բոզի տղա, մեր ոստիկանների մեծ մասը հոգով բոզի տղա է։ Եղավ, հաջողություն ձեզ, առողջություն կհանդիպենք նորից, դիմացեք, պարոն Նիգոյան։
Դե կուլտուրական մարդն ուրիշ, հայլի, պիտի տնես, դետալ բացատրես, որ կա ֆիզիկապես բոզի տղա եւ հոգեպես բոզի տղա։ Գասպարյան Վովան բոզի տղա է, բայց Տիկին Անժիկը խոմ բոզ չի։ Ես խորապես հարգում եմ այդ կնոջը, բայց Վովան իր էությամբ բոզի տղա է։ Իսկ ինչ վերաբերում է այրոպորտի անվտանգությանը, ով էր ընդեղ, եթե չեմ սխալվում, Բաբայան Կարեն, շերիֆը։ Ուրեմն, քանի որ այրոպորտի անվտանգությունը թույլ է տվել քաղաքացու մոտից գողություն, իսկ այդ քաղաքացին ոնց հասկացա բանով էր, չգիտեմ, այդ այրոպորտի կոֆե մոֆե խմում եւ օգտվում էր, դիմում եմ այրոպորտի անվտանգության պետ Բաբայան Կարենին, որպեսի փագի այս մարդու կոֆեների ծախսը հետագա քանի օրվա ընթացքում որինքը կմնա այդտեղ, որովհետև ձեր մեղքով է դրամապանակը կորել, նույնն էլ ասում եմ այրոպորտի ոստիկանապետին, եւ եթե ես իմանամ, որ այս մարդը գումար չունի կոֆե առնելու, ես շատ խիստ կնեղանամ Բաբայան Կարենից եւ շատ կոպիտ կարտահայտվեմ այրոպորտի միլպետի հասցեին, կընկնեմ իա հետևից։ Ամեն մեկըդ օրեկան 4-5 բաժակ կոֆե լատեյա, կապուչինոյա, եսի միջա, վերցնում եք ձեր վրա, որպեսզի այս մարդի կոֆեն լինի անպակաս։ Հուսով եմ Բաբայան Կարենը շերիֆը ինձ լսեց, այդ թվում նաև այրոպորտի ոստիկանապետը։ Մինչ հետագա թեմաներին անցնելը, մի քանի օր է Հայաստանի Հանրապետությունում հանձինս Երևան քաղաք տեղում են առատ տեղումներ։ Գագիկ Սուրենյանը իր գրասենյակից ուղակի անդադար շարռման Երևանի քաղաքապետի մրթին եւ քաղաքապետարանի աշխատակիցների մրթին, որը կոչվում է պորնո ինդուստրիայի մեջ Զալատոյ դործ։ Ամեն անգամ, երբ որ ես օգտագործում եմ այս Զալատոյ դործ տերմինը, ոսկե անձրև։ Ես հիշում եմ իմ ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին, երբ մի օր կոլեկտիվով տեղ էի գնում Զորամաս, մի հատ տարիքով մարդ կար մեզ հետ, չեմ ուզում անազգանունը տամ, հիմա Ամերիկա է, գնում գալım Հայաստան եւ այլն, Ֆրանսիա ասեցի, «Էս ինչան Զալատոյ դործ կուզես» ու տղեկով քայլում էինք, դե մեծ մարդ, ասենք ինչ իմանա, ինչա նշանակում Զալատոյ դործ, ախր քալակցի։ Դες դեն ասեց, հա, կուզեմ, ուրա։ Դե ուտեղ արդեն բնականաբար ոչ տղեկով հա հի դες դեն ֆրանսին ասին գիտես ինչա Զալատոյ դործ ու քայլում ենք դեպի ԿՊՊ ասեց չէ ինչ ասեմ ես ագարկեն այնտեղ ասեցին ինչա նշանակում գավ հետևիցս ամեն անգամ ես հիշում եմ այդ տեսարանը երբ որ ասում եմ Զալատոյ դործ հիմա Գագիկ Սուրենյանը այս մի քանի օր ինչ են ասում շալվարի ցեպը իջացրելա աբազ փոպլո ստենայի շալվարի ցեպը իջցրե կայնած մի զմո Երևանի քաղաքապետարանի մրթին ամբողջ Երևանը այն որ ասում է երևի որ համեմատես Վիետնամ Ինդոնեզիա, ասենքն այն որ ընդեղ է, ջրհեղեղլա, մելամետամա, ավտոներն արդեն նավարկությունով, Երևանի փողոցներով եթում են։ Ես սպասում էի, որ ոդիկանի աղբի տղա։ Երևանի քաղաքապետ Սիսին պիտի հլնի նորից ասի Facebook-ում ավելի շատ անձրև էր տեղում, քան Երևան քաղաքում, ոսոր ձյան հետ կապված։ Ձունը գալմա թկում ենք փեդին, անձրևը գալմա թկում ենք փեդին։ Անձրև ու ձուն չկա չորա փոսերի դարդը թկում ենք փեդին։ Լավ, Աննա Վարդապետյան, դու կոչվում ես գլխավոր դատախազ։ Ես դագաղը դնեմ քո նման գլխավոր դատախազին։ Դնեմ ու չանեմ։ Բանը ինչ է այդ։ Վիոլա ջուր։ Չգիտեմ ես ինչ քաքաջուր, այդ Գազպրոմ, Մասպրոմ, որ դուզ դուրա նորմալ ասֆալտ քանդում են, ցռում են մեջը, հետո սկսում են ազերները գալ, թողում են, նույն ասում են, ընկեր քաղաքապետ, ասում են, լավ, դրանք քտիծակ չունեն, որտից ունենան բոզի տղա, դու քտիծակ ունես։ Երևանի քաղաքապետ ես, նստել ես կուլտուրական ախոսում, հետները, ես մտահոգված եմ, ես են եմ, Նիկոլի սաղ սաստավը կառավարել չգիտի։ Մենք տենում ենք, որ այս մարդիկ կառավարել չգիտեն։
լավ գույություն ունի շրջանային դատախազ, չէ՞, Շնգավիթի դատախազ, ում խեռի գլոխնա չգիտեմ, Արաբկիրի դատախազ, կենտրոնի դատախազ եւ այդ դատախազը որ գործի ա գալը։ Իա ծառայողական մեքենան փոսի մեջ շին գնան, ընկնումա չէ։ Մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, 20։ Այդ դատախազը չի ասում, այ մար դուրան ճամփա էր։ Վիոլա ջուշ, հլարի ստեղ։ Եկար քանդիր, բոզի տղա, քիչ ես ասֆալտը։ Քրական գործ։ Չգիտեմ, ճանապարհների բան վիճակ ջրահեռացման համակարգը չի գործում, լցվել ասա, քաղաք ժողովուրդը լողում էին, նավերով էին եթեմ, կացերներով, ջրային մոտոցիկլ եւ այլն։ Ինչի քրական գործ չի հարուցվում Աննա Վարդապետյան, հա? Այն ծառայությունների վրա, հենց կոնկրետ Երևանի քաղաքապետարանի բոզի տղեկի վրա, որոնք որ դրանով գումար են դուրս բռնում, դուրս գրեմ եւ այլն։ Խոշտանգումներով քաքս չեք ուտեմ։ Ջրահեռացումներով քաքս չեք ուտեմ։ Ծառեր կտրին, փոշիը, կեղտալ, դատախազությունը չի համալա։ Քո հիմնարկետ եկաշենքը, քո այդ մի քանի 100 դատախազներով, ասում են աշխատանքի ենք ընդունում պրոֆեսիոնալ կադրերի։ Պրոֆեսիոնալ կադրը, ես այն օրը չէ քեզ բացատրեցի, եթե մարդ, եթե արական սերի ворցը պլորը վրեն կախած, եթիմը բանակ չի ծառայե, այդ մարդուն դու բերում դնում ես զինվորական դատախազ, բացատրեցի, ուզում ա Գարվարդ Օքսֆորդ, ԵՊՀ, կարմիր դիպլոմ, մեդալնի, չգիտեմ, վրեն լցած, հետևի ջուր շփելով, ցմպապա, արկեստրով ճամփու դնեն գրգեն Հայաստան, եթե այդ մարդը բանակ չի ծառայե, սամավորկա գնալու ձևը պահելու, թրթնելու, տան ձվերն ուրեն ասին ընկելա տաբուրետկի վրա, ձևերը չգիտի, ատե զինվորական դատախազ դուրս չի գա, դա կոչվում է առնանդամի ծայր։ Աննա Վարդապետյան, էդի զինվորական դատախազների պահով, հիմա քո գրաժդանսկի դատախազների պահով, դատախազությունը տենում է փողոցների վիճակը, ջրահեռացում չկա, փոսերը էլ է ժողովրդին ուտում են, ամեն մի փոսը մի մարդաբոյ է, ամեն առավոտ յուրաքանչյուր վարորդ, ով նստում է ավտոյի ռուլին, հիշում է Սիսիի մամային կնգան, Նիկոլի մամային, պապային, ագարկա կնգան, քեզա հիշեմ, Աննա Վարդապետյան, ու էտենց մնացած պաշտոնյաներ, աբաս քեզ էլ հիշեմ։ Յուրաքանչյուր վարորդ մտնում է ձեր տուն, ձեր տնից դուրս չի գալի մինչև X կետից Y կետը հասնելը եւ հետո նորից հետ է տալը։ Լավ, փոսի հարց չեք կարում լուծեք, շինարարության հարց չեք կարում լուծեք, անվտանգության հարց չեք կարում լուծեք, խոշտանգումներով ոչի բան չեք կարում լուծեք, լավ, ում խեռի գլխին եք դուք պետք։ Մի հատ խնդրում եմ Աննա Վարդապետյան, դու գրագետ կնիկ ես ինձ ասա։ Դու գիտես որ սա դատախազությունը քո վրա ղժում է, հա։ Դու գիտես որ քո ածականը երեխա է, քլենք երեխու մոտ։ Ախր դասախոս լինել չի նշանակում դատախազ լինել։ Դու կարա շատ դատախոս դասախոս լինես, սիրելի երեխաներ, ուսանողներ, այսպես, այնպես եւ այլն։ Բայց դատախազ լինելու համար կարաս լինես անգրագետ, օրեն կարաս չիմանաս քո նման։ Բայց ընդամենը վեկալես հեռախոսը, զանգես Երևան քաղաքի դատախազին, ասես դնեմ բեյնիդ, դու այդ փոսերը չես տենամ, բոզի տաղա։ Քեզի 10 րոպե ժամանակ սաղի վրա քերական գործը հարուցես, բերմանով բերման ենթակես ու ծծցնես։ Ամենալավ դատախազը էսի կլինի։ Հիմա Վարդան Ղուկասյանը ասեն գալմա գլխավոր դատախազ։ Ես խոմ քո նման քերական դատավարություն, օրենսգիր անգիր չգիտեմ, ես քո դեմ նով եմ, 0։ Բայց հələ պատկերացա Վարդան Ղուկասյանը լինի գլխավոր դատախազ, ապրիմեր։ Ու հանկարծ իմ ավտոն ես գնամ տենամ փոս, ջրահեռացում Երևանի քաղաքապետարանի հալալ կեսին, ուղիղ Վարդաշեն քերակատարողական հիմնարկ։ Վсё, ոնց ուզում եք արեք, ընկեր դատախազներ, չէ, ուրեմն դուք ձեր տեղում չեք, ձեր տունը ծածծանեմ, դավեսիկ դրեղակ։ Այսպես է մեխանիզմը աշխատան, Աննա Վարդապետյան։ Այլ ոչ թե այո, իսկապես ոչ օրենքի, եթե իմանամ ոչ լիբերալ եք, ոչ դեմոկրատ եք, ոչ դիկտատոր եք, ես չեմ կարող հասկանամ դուք ով եք։
Ես դիկտատոր եմ, չեմ հրաժարվում։ Դուք ասում եք մենք դեմոկրատ ենք, այ մարդ, եթե դեմոկրատ եք, լիբերալ, այդ նույն դեմոկրատական երկիրը Ֆրանսիան է, Հոլանդիան է, եւ այլն, ընդ ասես բան լինի, բզիկ ծվեն կանեն։ Նույն քաղաքապետին կծասցնեն։ Ոչ մի բան չեք կարող անեք։ Կամբոջ քաղաքը կեղտի, փոշի ու փոսերի, հորերի մեջ կորածա, թաղածա, Երևանն է մա։ Թե քիչ կանանչ կար, բրաբարիկ, ոչ իմ կտրիկ տարակ բերիկ է ձեր սամուրայի խերերը տնգիկ, էլ չի աճում։ Հա? Ջրմուղ, էլցանց, ինչ ասես, հոսանքը հետևից անջատն, բա դատախազություն ես, դու չես ասեմ, բոզի տղա էլցանց։ Քաղաքացին մի օր վարձը ուշացնումա, դու անջատում ես։ Մի օր։ Ամեն օր դուք հոսանք եք անջատում, ամեն օր։ Այդ ինչ վերանորոգում է, որ ես 10 տարի դուք այդ հարցը չեք կարող լուծեք։ Ախր բաներ կա, որ պետք չի ելնել ասպիրանտ, մագիստր, ես իմ ինչ, ձեր ֆունկցիոնալ պարտականությունը չում է կայանում։ Ես չեմ կարող հասկանամ։ Չես հասկանում, ինչ եք դուք, դեմոկրատ չեք, դեմոկրատ մարդը կբերի բանը, շնգավիտի քաղմասում մարդկանց կխոշտանգի, դատապաշտպանի ներկայությամբ, դեմոկրատ մարդ, դեմոկրատական երկրի քնչականի պետը, 4 ջահել տղուկ սարքի հաշվանդամ աբազը հիմնակներ քերական գործը հարուցումա, ասմա, որ խոշտանգվել են, մինչև այսօր ոչ մի ձեն։ Բայց եթե դիկտատոր է, ուրեմն դիկտատորի նման վեկալ հեռախոսը աննա։ Վեկալ հեռախոսը զանգի Երևան քաղաքի դատախազին, ասաց ծլիկս ծծես։ Էս ինչա։ Փոսեր ես ինչ փոսեր են։ Չրա հեռացման համակարգը քիչի գործում ով է սրա մեղավորը։ Սիսին մորը ծծցնել։ Այդ դիկլի դիկտատոր։ Չեմ կարող ինչա պետք դրա համար, որ դու կարանա կառավարեք։ Այդ գեներալի ֆորմեն հակնել այդ կարճ գալստուկ խփել ակնոց տնել, մազերը ձգել պոչի կանել, գալազգային ժողովում կայնելով խոմ չի։ Գղավոր դատախազին պիտի տենա, մկան ծակը միլիարդավոր ֆունտ ստերլինգով առնեն։ Ես տեսեմ, Ջանգիրյան Գագուն իմ աշկի լուսը չի։ Բայց Ջանգիրյան Գագուն, երբ որ զինվորական դատախազ էր, շշուկը գալիս է, որ Ջանգիրյանը կարող է գա այս ինչ բանակային կորպուսի, այն վաղվա կորպուսի հրամանատարների տրուսիկը ավելի ծանր է, քան թե այսօրվա կորպուսի հրամանատարի կաշը։ Տվյալ կորպուսի հրամանատարը մականցակը դոլարով էր առնում, էլը չեմ ասեմ Վովա եւ այլն։ Ընդհանրապես զինվորական դատախազ էր։ Ձեզ խերրի տեղ չեն դնում ոչ մեկ։ Փալաս, ստրապկա։ Զոյայի Երևանյան 20 շենք 35 բնակարան Զոյայի դրան դեմի քրքրած մեշոկը, որ ոտեներս մաքրը մտնում են, ավելի մեծ քաշ ունի, քան տեսօր դատախազությունը։ Ուրա։ Պատիժները վերահսկող դատախազ։ Հիմա հետացնեք մյուսին, քո ենթականը, չէ։ Այսքան խոսում ենք քերակատարողական հիմնարկների մասին։ Բոզի տղության հետևից։ Գլխավոր դատախազ ես, էլ եմ ասեմ քեզ։ Հելավ հմեկը կապուտ միկրոֆոնը վեկալավ, վազավ գնաց արդարադատության նախարարություն, քերակատարողական եւ այլն, ասին կալանավորնիկի համար ջուրը դառնում է անքաշ։ Ինչքան ուզում եք ջուր տվեք։ Ուրա։ Մի տարի անցել է, այդ օրենքը հələ չկա, հələ կալանավորները ջուր են առնում։ Բասա խոշտանգում չի, գլխավոր դատախազ։ Մարդուն կողել ես բերթը, բարեղի գոնե ջրի հարցը լուծի։ Կալանավորը ինքն է ջուր առնում, որովհետև քո տված ջուրը խմելու համար պիտանի չի։ Ջուրն էլ առնում, ասում է ստոպ, շաբաթը 20 կիլո, ոչ ավել։
Հարց, սա խոշտանգը մա թե չէ, ես ուզում եմ հասկանամ, Աննա Վարդապետյան, դու ո՞նց ես պատկերացնում, քո սիրելի Նիկոլը Հավիտյանս Հավիտենից ամենալու, չէ, գալու եմ որ փոխվի, որ փոխվավ, որ կամվոյը քեզ բերեց դատարան, ինչ պատասխան ես տալու, Աննա Վարդապետյան, քո ես կատարած բացի թողի, բարդակ, պոռնիկ աշխատանքի վերաբերյալ։ Ասում ենք առաջ, պատիժները վերահսկող դատախազը կոչվում, բերդերում խոշտանգում, ջուր չկա, կոռուպցիան վխտամա, կաշառակերությունը վխտամա, էլ չասեմ նարկոտիկ վխտամա, հիմա կասեն փաստ, նստածա, պարոն Աբազյան, սև քարին գրվես, Աբազյան, ունի օպերատիվ բլոկ, հետո ասում են դու մտելու ես պատմության մեջ KGB-ի ամենաառաջի ու վերջի չմո մինիստրը, ով KGB-ն տարավ ոչնչացման, բայց դու իմ խեռը կերել ես, որովհետև ես KGB-ն վերարտադրելու եմ, KGB-ն ավելի եմ հզորացնելու, որ ձեր մաման լացի, ուրեմն, գրա, Անդո, քաքեմ բերանդ, գրի, Անդո, կա Արայիկ Թադևոսյան, ԺՊ-յա, Վանաձոր քերակատարողական հիմնարկի ԺՊ-ն, լսի Աննա Վարդապետյան, լսի, բուհերում դու ես դասախոսը, ստե ես, քաքեմ քո նման դասախոսը շնչի, լսի, Արայիկ Թադևոսյան, Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակ, 8 ամիսա ԺՊ-յա, խի, պատիժները վերահսկող դատախազ, հարց եմ տալի քեզ, Աբաս խի, 8 ամիս խիա մարդը ԺՊ, խի չէ նշանակում, ուրեմն, ընգեր ամբակումը, քերակատարողական վարչության պետը, $30,000 կաշառքավերցրե, Արկադիկ Թադևոսյանից, որ նշանակի, լսա թիվը 30,000 աղջի, որ նշանակի Վանաձոր քերակատարողական հիմնարկի պետ, չի նշանակում, այսինքն ինքը ուզում է նշանակի, Աբազն ասում է չէ, Արկադիկ Թադևոսյանը բոզի տղայա, կաշառակերա, էսա էնա, վրեն քերական գործեր չեմ նշանակում, հիմա ոչ կարում են հանեն, ոչ կարում են նշանակեն, հիմա Արկադիկ Թադևոսյանն ասում է, ամբակում, մանի, հետու, եթե չես նշանակը, ամբակումն էլ ասում է ծախսել եմ գանդու, արի դու մնա ԺՊ, մինչև տնենք ինչ ալնեմ, իտոքում պետ ես, վայելի, KGB-ն դեմա, հիմա պատիժները վերահսկող դատախազը պիտի ասի, ամբակում, արիստե, փաչեքս լզես, արիստե, այս մարդ հիշքան պիտի մնա ԺՊ, կամ հրամանը տվեք, կամ հանեք սիկտիրարեք, ուրիշին բերեք, եթե դու փող չես վեկալ է, լսում ես, աղջի, էսի Արկադի Թադևոսյանի մասով, Աբաս, դու էլ էդ հարցը պիտի տաս ամբակումին, դու փաչեք ունես, Աբաս, քո փաչեքը տրաշում ես, թե չես տրաշում, Դե դու գլամուր ես, անես դուխիներ, էտենց դլոների մոտ, Աբովյանինը հասցե, մտնում ես, գլգլգլգլգլգ, ուզում իմանամ փաշեկը տրաշած չի, հակահիգենիկ գյոտ, փաշեկը չի տրաշվում, այսինքն մազոտա, ես, կրուտիտ մեղի, ես ուզում եմ հասկանամ քո կնանիք, մազոտ փաշեք են սիրեմ, կնիկը չէ, կնանիք, էդ կազերդ, մազոտ թե անմազ, Մազոտ, Աննա Վարդապետյան, դու կողմեք փաչեքը, որ մազոտ լինի, թե չէ, ձեր նախընտրած տղամարդն ինչպիսին պիտի լինի, մազոտ, օքեյ, անցնենք առաջ, շեղվեցիք թեմայից, էլի, փաչեք, ինչա, Սասունը հարցնում է փաչեքը որ մասնա, Վայ Ղազարյան, ցուստու Սասունին փաչեքը որ մասն է, անգրագետ բերանդ քաքեն, Մյուսը, նորից Արմավիր քերակատարողական հիմնարկ, Արսեն Արզումանյան, տեղակալ Արման Հովանիսյան, Արման Հովանիսյանի ճանաչում եմ, փող տենեմ խելագարվեմ, Արսեն Արզումանյան էլ վաբշե փողի ձերը տենեմ խելագարվեմ, վերցել են $10,000 Կիրովականի ռեժիմի պետի տեղակալից, որպիսի սրան Կիրովականից տեղափոխեն Արմավիր,
ամիրյանի փոխարեն դոլարնիկը արդեն կեսը ամբակումի մոտ է։ Նորից եմ կրկնեմ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետը եւ տեղակալը վերցրել են կաշառք $10,000 Կիրովականի ռեժիմի պետի տեղակալին, որպեսզի տեղափոխեն Արմավիր քրեակատարողական հիմնարկ ռեժիմի պետի տեղակալ։ Գումարի Ամիրյան կանդ է, Ամիրյանով դու ճանաչում ես Ամիրյանին, չէ, ես չեմ ճանաչում։ Ամիրյանի փոխարեն դոլարի մի մասը դոլարնիկի ամբակումի մոտ է, մի մասն արդեն ինգեր Արսեն Արզումանյանը եւ Արման Հովանիսյանն արել են մեջ։ Հիմա պատիժները վերահսկող դատախազ։ Հես տեղափոխումն է լավ, ուրեմն իմաց ես խոմ չեմ ճանաչում այս մարդկանց, չէ։ Եկ նային գրասենյակ զանգերա, ինֆորմացիան տվել, ասելա ասա։ Ես էլ ասեմ։ Այս ամենի գլխավոր հովանավորն է Արդարադատության նախարարի տեղակալ փոխնախարար Բալյան, ով այս բոզի տղեն Աբաս, ճանաչում ես, Բալյանն է։ Բալյանը նաև զբաղվում է վաղաժամկետով եւ տեղափոխումներով, այսինքն անձինք, որոնք որ պիտի դուրս գան վաղաժամկետ պայմանական եւ տեղափոխում, դոլարնիկը պիտի տան ընկեր Բալյանին, որը որ ամիսը 2 անգամ հանդիպման է գալիս ընկեր ամբակումի մոտ, նստում են, գրում են, ջնջում են, դոլարնիկը վեկալում են, թմեն, ըստ այդմ էլ որոշում են, դուրս կգա պայմանական, թե դուրս չի գա պայմանական, ու գործում է հետևյալ սխեման, հարգելի կալանավորներ եւ դատապարտյալներ։ Եթե պիտի ունեմ բանը պայմանական դուրս գալու համար պիտի 2 ծառայություն դրական տան։ Բանը քրեակատարողական հիմնարկը եւ պրոբացիան։ Քրեակատարողական հիմնարկը գրում է դրական, ասում է տես, ես դրական եմ տվել, բայց պրոբացիան ասում է լավա, բայց միացած բան ավելացնեմ, այս կետի այս հատվածով կարա մի փոքր ոռիլնի եւ վերջ։ Մարդուն ասում են իդի նախսույ գնա նորից բդի։ Իսկ եթե ուզում ես որ պրոբացիան էլ հետը այդ բայց բարակապակցությունը չգրի, դոլարնիկը վեկալմա ինգեր ամբակումը Քոչարյան Անդո լսի։ Ես գիտեմ, որ Քոչարյան Անդոն ուզում է ծծցնի ամբակումին, խնդրեմ, թեման տալում եմ։ Վեկալմա ամբակումս, բան պրոբացիան էլ բայցը չի գրում, պրոստը տակ վեկալմ թողում են։ Շարունակում ենք։ Անցնենք առաջ։ Քոչարյան Անդոն էլ, ուրա Քոչարյան, աղջիկ էլա դուրը բաց թողա ներս։ Որը փոքի տեղից էլի դուրը բաց թողա ներս։ Արի, անցյան դու նստի, ես քեզ էլ բան չեմ ասում, անցի նստի։ Так, մյուսը, Սևանի պետ, Ղազարյան Արտակ, նախկին Արմավիրի պետ, Արթիկի պետ եւ այլն։ Կա վրեն մի քանի հատ քրեական գործ, իր այդ Արմավիրում եղած ժամանակ, Արթիկում եղած ժամանակ, մարդիկ, չգիտեմ, կամերներում կախվել են, դանակահարվել են եւ այլն։ Ինքնասպանություններ։ Տվելա դոլարնիկ Գիգիշին։ Կաշառելա Գիգիշին։ Թվով 5 հատ քրեական գործ փոխանցում են մեզ, հիմա մարդը նշանակվում է Սևանի պետ։ Տոլի արդեն նշանակվել է։ Ուրեմն Արսեն Արզումանյանի պահով Արմավիր քրեակատարողական հիմնարկի ինչ են ահազանգը ասում են պարոն Ղուկասյան գալուն պես այս բոզի տղեն աշխատողնիկն են ասում սատկացրել է բոլոր աղունիկներին ասում ճաղունիկ ասում է Արմավիր քրեակատարողական հիմնարկի շուրջ բոլորը կան աղունիկներ այնտեղ բան վայրի աղունիկներ բուն են դրել բան են արել բներով բռնած սաղին սատկացրել է Մարդ իշքան պիտի պորնիկի ծնունդ լինի, ասում այդ աղունիկները բան վաղուց են, որ ձերը գնա անմեղ արարածներին սատկացնի, բները քանդի եւ այլն, չեմ հասկանում չի համար։ Արսեն Արզումանյան, Արմավիր քրեակատարողական հիմնարկում իշքան կալանավոր ու դատապարտյալ կա, Հայաստանի Հանրապետությունում իշքան կալանավոր ու դատապարտյալ կա, քո տուն ու տեղը ծծցնեն բոզի տղա։ Ես քեզ արդեն թիրախավորել եմ այդ նշանակումը քո երկը երկացա։ Դու պիտի ծածես բարիս ամենաբուն իմաստով։
Նաև ուզում եմ, քանի որ բոզի տղությունը փայլամա նաև Վարդաշեն քերակատարողական հիմնարկում, շատերին չտվա, թե մենք Վարդաշենին չենք անդրադառնան, ով ինչ գիտի Վարդաշենի վերաբերյալ, սիրելի աշխատակիցներ քերակատարողական հիմնարկների, կալանավորնի եւ դատապարտյալնի, ահազանգում եք Վարդան Ղուկասյան հանրային դատ, ես քերակատարողական հիմնարկները բլելու եմ բարիս ամենաբուն իմաստով, եւ ուզում եմ ասեմ նույն քերակատարողական հիմնարկի պետ Ամբակումին, Բերդի պետերին, հարգելիներս, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ինչի թվում մնացել է երկար ժամանակ։ Մտածեք դրա մասին, քաք ուտելուց առաջ մտածեք, որ գոնե դուք այդ Բերդում չնստեք, պրոստը ազատվեք այդ աշխատանքից, բարով խերով թողեք այդ երկրից դուրս, ուզում եք ապրեք։ Մտածեք դրա մասին։ Ինգեր Ամբակումը վերածե Տարգովի ցենտրի քերակատարողական հիմնարկները։ Սրանց տեղ կադրային բիզնես։ Սրանց դե նշանակի նանդե փողարի ու փողեն էլ վեկալմա ինչ անեմ, խաղամոլ, բոզամոլ։ Ես չգիտեմ, սրա կնիկը գիտի, թե չգիտի, որ իա մարդը եկած փողերի մեծ մասը տանեմ շաղատալեմ կազինոներն ու բոզերի վրայով, նույնն էլ Արմավիր քերակատարողական հիմնարկի պետը, մենք կանադառնանք սրանց սիրուհիներին եւ այլն, որպեսզի սրանց կնանիք էլ հասկանա, որ իրանց մարդիկ բոզի տղա են։ Մենք ունենք բիզնեսմեններ, որոնց դժվար է անվանել մարդ։ Օրինակ, նայեք, կա թողմախի մհեր։ Ես թողմախի մհերին սիստեմատիկաբար անդրադառնում եմ, թողում եմ։ Ասում եմ, կարող է դզվի մարդ ես։ Տարիքն առած մարդ կարող է դզվի։ Չի ստացվում։ Սրա ճամբարից նրա ճամբար, նրա ճամբարից նրա ճամբար եւ այլն։ Հիմա թողմախի մհերը, չէ՞ մեր, թողմախի մերի տղեն, որը որ հանդիսանում է մեր սիսի boyfriend-ը, ու չգիտեմ տարբեր պոզաներով ոնց է ծածցնամ սիսին, կամ ոնց կարելի է սիսին ծածցնել առանց պողպատե գանդոնի, որովհետև տենը մենք սիսի ատամները սողոց քյարդ, էդ է որ մտավ կտոշի կթափի կմնան առանց խեր։ Ուրեմն գլխավոր դատախազ նորից Աննա Վարդապետյան անդրադառնում եմ քեզ։ Տեսեք դուք սաղիդ այնտեղ ապուրինի գույքով գնացել եք սրա հետևից նրա եւ արդյունքում ոչ մի բան։ Մարդ հալանել է $100 միլիոն, 30 միլիոնը շպրտել է ձեր քիթուբեյնին, ոնց են ստրիպտիզ պարողի դեմքին փողը գցեմ, 70%-ը պահել է իրան, անունը դրել եք, որ թալանը հետ եք վերադարձնան։ Հիմա օրինակ կա, ինչ են ասում սրան, թողմախի բաբո, Բաբկեն Ղազարյան, ում որ ես անդրադարձել եմ սիստեմատիկաբար։ Ամար ռեստորանի սեփականատերն է, աշխատել է Պեկում, գրփե, չրփե, ծծցրե, կյանքում ոչ մի մասնավոր տեղ չաշխատե, օլիգարխ։ Նույն Բաբկեն Ղազարյանն է ֆինանսավորել երրորդ մասի լովիկին սպանած Գասիկի, Տլեի եւ Ծգլի Բերդում գտնվելու ողջ process-ները, մինչեւ այսօր է տուլիկա, մուլիկա, հերախոսա, փողը, ամեն ինչով բանը պատժկայա անը։ Նույն Գասիկին, որ գրեցիք Բեղտերևի հիվանդություն եւ դուրս բերեցիք պատժից, որովհետեւ եթե մնար խոսալու էր, որ թողմախի մայրն է զակած տվե երրորդ մասի լովին, հանեցիք դուրս ուրա ինչա, ոնց է, ինչ Բեղտերև, մեռանք ասելով այդ մարդը Բեղտերև չի։ Ավելի շուտ դուք եք Բեղտերև, քան Գասիկն է Բեղտերև։ Այսօր Բերդերում լիքը մարդիկա, որ դաժե ոտու ձեռ չունեն, չեն կարող զուգարան գնան, դուք չեք թողում, բայց Գասիկին թողել եք, որովհետև ինգեր Բաբկեն Ղազարյանը, ով նաև սուցինյորա եւ իր մատուցողներին, ռեստորանի աշխատակիցներին ուղղակի պարտադրում է ռեստորան հաճախած կլիենտների հետ սիլիբիլի ըլնել փողով դուրս գալ, այսօր բանը մաքսայինը թալանած այս բոզի տղեն, որը թողմախի մայրի բան պորտմանն է, ոչ մի կերպ չի կանգնում,
արդարադատության առաջ, ընկեր Աննա Վարդապետյան։ Ուզում եմ հասկանամ, բացի այն, որ դուք իրականացնում եք ընտրովի արդարադատություն, հասկացանք, մալչիկ պայմենի սասուն, բոզի տղա է, դրա մասին ոչ մի խոսք, բայց դուք, տեսեք, ես չեմ վիրավորում։ Ես գիտեմ, դուք բարոյական կին եք, ձեր ամուսինը լավ մարդի, ձեր կիսուր կեսրար լավ մարդին, ձեր ծնողները լավ մարդին, ես հետաքրքրվել եմ։ Բայց ինձ թույլ չեմ տալ, ձեր համար ինձ խնդրել են շատ հարազատ մարդիկ եւ այլն, որ պարոն Ղուկասյան, այո, դիտողություն արեք, բայց մի հայոյեք։ Ես էլ հաշվի առնելով այդ հանգամանքը, ես ինձ պահում եմ как gentleman, որովհետեւ չեմ կարող ձեզ ասել բոզ, պոռնիկ, որովհետեւ դա սուտ է, ոչ դուք բոզ եք, ոչ դուք պոռնիկ եք։ Բայց ես ուզում եմ հարց տամ ձեզ, դուք գլխավոր դատախազ եք։ Վերջի վերջո։ Ահա նման Ղախպի տղեկը, Բաբկեն Ղազարյան եւ այլն, այդ ամառ ռեստորանը, որ սարքել է, ամենաթանկ ռեստորանը Երևանում, Հայաստանում։ Դուք գլխավոր դատախազությունը չի հետաքրվում, Բաբկեն ջան, դուք քո սաղ կյանքը տամոժնի մտած, եսին որտեղ անեք մտած, ծծել ես, ծծել, բարի ամենաբուն իմաստով։ Սա որտեղ է։ Ես ինքս մի անգամ ասել եմ, նորից եմ ասում, ներկա եմ եղել Բաբկենի կաբինետում, մի հատ ոչ բարով գանդոն կար, դրա հետ միասին Քամալյան Վահե Լևոնի գնացել էինք, որպեսզի իրանց յաշիկը, հա, յաշիկն էր, որտեղ յաշիկ էլ կար, աուզի էլ կար։ Յաշիկը մաքսազերծելու։ Ես տեսա ինչ տեղի ունեցավ։ Ինչ գրին, ինչ ջնջին, ինչքան փող վեկալավ 11, 111, տոլի 111, համարներով յաշիկ։ Վեկալան ջրին, ես ինչ արեցին, կոպեկներով մաքսազերծին, մեքենաներ վեկալան եկավ, բայց փողը վեկալավ ինքը։ Ես էլ ասեցի լավ գործ, այս ջայ լակոտնում է, սենց նստած ծծծնում է։ Հələ այն Գագիկ Խաչատրյանի լուսանկարն էլ կողը դրած, ես դաժե դա դրել եմ։ Բանում, իմ տելեգրամում նկարը դրել եմ։ Գագիկ Խաչատրյանը այս ժամանակ ընդամենը պեկի ղեկավարն էր։ Իա ղեկավարի նկարն էլ կողը դրել է։ Մթոմ ինքը այդքան սիրեմ է Գագիկ Խաչատրյանի։ Գագիկ Խաչատրյանին չի սիրեմ, Գագիկ Խաչատրյանի թորմշած խեռն է սիրեմ, որի հնարավորություն էր տվել միլիարդներ աշխատելու։ Եվ այսօր, որ Երևան քաղաքի սաղ տենդերները, ՊՆ-ի համարյա սաղ տենդերները, ամեն ինչի մեջ թողմախի մերը կա։ Ոնց ստացվում։ Մարդը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, այգին սեփականաշնորհելու մեջ, տարածքներ զավթելու մեջ, մարդկանց սպանելու մեջ եւ այլն, բայց այսօր նույն այդ մարդը իա տղու հետ միասին, իմբիցիլ տղու հետ միասին, մի րոպե բառը մոռացա, ինցեստ տղու հետ միասին, ով ծսրել է սեփական աղբորը, այսինքն Դավիթը ծսրել է իր աղբորը։ Թողմախի մերն էլ դա տեսել է, անգամ այդ տեսարանի բանը վկան ա եղել։ Այդ ինցեստային անձնավորությունը կա բոլոր տենդերների մեջ։ Ուզում հասկանամ ոնց։ Բայց ինչ նախկիներ, ինչ ներկաներ, հա։ Ընկեր Աննա Վարդապետյան։ Մարդու վրեն ապորինի գույք, ապորինի հարստացում դրել եք, բայց այդ մարդը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի գետե բոլոր տենդերներին, պաշտպանության նախարարության բոլոր տենդերներին, ու շահը մա։ Հա? Աննա Վարդապետյան, դու ինցեստ տեսած կաս։ Չէ, ամենայն անկեղծությամբ եմ հարցնում։ Ջայել աղջիկ եք։ Աբաս, ինցեստ գիտես որ նա։ Չգիտի։ Անգրագետ, բայց դու գիտես։ Ինցեստ, դες թողմախի մհերը։ Մհերիկ։ Եկա մարդո։ Հոր, ագի մեզ մարդը չէ, բա ինչո։ 70 անց։ Այս օրեկուս մեռնեմ։ Բայց մարդը ունեցել է հնարավորություն ինցեստ տենալու։ Տեսել է ոնց է մի տղեն ծծցնը մյուս տողում։ Ատես բախտի դու առանացած կաս, Աստված, ինչ աս, Աստված վայ Ղազարյան, ինցեստ դու գնաս ինչա կնշանակա։ Չխասկցու։ Ինցեստ, այմա ինցեստա, ինցեստ։ Հələ մե խատարտասան այդ բառան, դու գիտես ինչա կնշանակա ինցեստ։ Վայ Ղազարյանն էլ չգիտի։
Ռուսիկ, վայ Ղազարյանը չգիտի։ Վայ Ղազարյանը գիտես որ նա ոնց որ ասենք տղետ դոմփի աղջկոտ։ Էլ դլոտ չկո։ Էդի կոշիմա ինցեստ։ Թողմախիները երջանիկ մարդո։ Ատեսման տեսերա։ Ոնց է իա Դավիթը ծսնում են մի տղուն։ Այն որ գլամուր կար նկաները դրել էինք։ Չէ, մհերիկ։ Ես ասել եմ, ես քեզ չեմ հայոյելու։ Երբեք։ Մենք ուղղակի կանադառնանք կուլտուր կուլտուրական։ Անա Վարդապետյանի պես ես քեզ չեմ հայոյելու։ Բաց։ Հիմա ես ուզում հասկանամ այս մարդուն այդքան տենդերի հնարավորություն ոնց ալլան։ Մգեր Արմենիա։ Չես կա մի հատ առանձին։ Մգեր թողմախ։ Երկը մեջ, այն էլ երկը։ Հայաստան, չէ, դες երկար։ Խնդրեմ, զբաղվեք, Աննա Վարդապետյան, զբաղվեք։ Որտեղից։ Մգեր թողմախի Լուբիմչիկ Բաբկեն Ղազարյանին է այդքան գումար, որ աշխատել է Պեկում։ Անդո դու սիրում ես ինցեստ։ Դե ուրեմն զբաղվի։ Ինչ բախտավոր ծնող էլի։ Գաս տենաս, ոնց համ մի տղետ, մյուս տղուն ծսցանամ, բարի ամենաբուն իմաստով։ Ինչպես գեղեցիկ տեսարա։ 10 տարեկան մեկը, 15 տարեկան մեկը։ Տայքներ չեմ իշ։ Արդեն դու պիտի պատկազես ինչպիսի երեխա ես դաստիարակել, որ վաղ էլա փողոց, սաղ քուչի տղեկին ծծանելու յա։ Չէ՞, մեր։ Մհերիկ։ Բանա, բախտավորություն։ Էլ բերան չիկ թե, կողեսեպական աղբոր բերան։ Սեկրեկել ալո։ Մալադեց։ Կարամ բան ասեմ, չեմ կարո։ Ես ով եմ։ Դատախազությունը քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ արդեն ինչ ես Միկա Բադալյանի վրով այն որ որն ու փաչեկը առել է եւ ծծրել է առաջին կետեյեմի լրագրող Ժիրայր Ոսկանյանին ինչը տարկիր է հիմա ինձ է տարկի սա արդեն երկրորդ քրեական գործն է բլոգեր Մարիա Զախարովայի Լուբիմչիկ Միկա Բադալյանի վրով Մի անգամ հարուցեցին ապօրինի զենք զինամթերք վեկալանտարան քաղմած վերջում ասին իզվինյայուց բաց թողեցին հիմա Ժիրայր Ոսկանյանի վրով այն որ Նիկոլա Պաշտբոզի տղեն դրան խուլիգանություն ածեցել հիմա է հետարքիր է Միկա Բադալյանին էլի կալանավորելու են թե պիտի վեկալեն տանեն բան քննչական կոմիտե Մարիա Զախարովան իա դլոյ Պոչտարասի դնի դրա մեջ Արակ գրգի արգիշտի կաբինետ, են որ բացեմ ես ես թռնմավեր է, մեջից են բրլյանտավայ ռուկա, որ ասմա Наши люди в булочную на такси не едет. Говорят, после возвращения оттуда ваш муж стал совсем другим. А это санатенс бацелуя արգիշտը ու Մարիա Զախարովայի դլոյ սերական շրթերը բացած ծլիկը մեջից անելով մտնելույա արգիշտի բենի մեջ ու հնչի Ռուսաստանի Դաշնության հիմնը բանի կատարմամբ ինչ են դերին մազերով գադու ոչմ դրա ոչմ կատարմամբ նորից փագեն դնեն հետ գրգեն ասեն Միկա Բադալյանին շամանի կատարմամբ դնեն գրգեն հետ արգիշտ շամանի կատարմամբ գիտես շամաննոբա կանի մի որք Չպիտի ալարեմ դնեմ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Այ հենց բացում ես այդ արկղը այս երկը հնչմա ու
Մարիա Զախարովայի դլոյ մեջի սրմա քիթու բենիտ ու շամանը երկամա այս երկի տակ ինձ հիմա հետարքիրա Միկա Բադալյանի դուք կալանավորելու եք թե ոչ շամանի երկի տակ ծծած կաս արգիշտ հələ դες հիմա կատարում դու պատկերացնում ես Մարիա Զախարովայի թրաշած դլոյ առանց մոզ ռուսի դլոյա է ծլիկը կայնոց մեջից դուրս գա ու մտնի բերանը բոզի տաղա ես էլ երկի ես էլ շամոնը իմ այս հետաքրքիրա Միկա Բադալյանի ձերբակալելու է թե չէ լրագրողը ծսեր է ինչ է սրա ունը Ժիրայր Ոսկանյան այն մեծ ծծեր որ փաչե կառելա իբր թե նստել սրա բենին այս Նիկոլա Պաշտ բոզիտով սորտատ շամանը ծսցնի արգիշտ սորտատ այդ երրորդ սորտատ Տեղեք զանգը քրական գործ է հարուցվել բայց խո մարդ հաղուկասանի մարդիկ չեն վարքյանական տանը կողեք ծակը իրանք էլ մտում հակառուսական են Ալո Ալո Բարև ձեզ Բարև ձեզ Կներեք ձեզ մոտ ազատ համար կա Ալո Օրան հյուրանոց Օրան հյուրանոց Հա լսում եմ հիմա զբաղված են համարները տվյալային տեղ չունենք Ներողություն իսկ Բագրատ Սրբազանը ձեզ մոտ է հանգրվանել Ճիշտ ասած ոնց որ կողքի օբյեկտն է Կողքի Հա ձեր մոտ չեն բայց իրենք ձեր մոտ էին իշոր բան արել չէ բրոն արել որ մնային Դեք որ խնդրեմ 5 րոպե կզանգարեք Ինչ ա տալու 5 րոպե հետո Ներեցեք, ով ա ձեր տնորենը, տնորենի անուն ազգանունը, կասեք։ Եթե կարելի է 5 րոպեից, ուղղակի հիմա Գարյաչի է, մոտոց չեմ կարողանում խոսել։ Գարյաչին որն է։ Տնորենի անուն ազգանունն ասեք։ Ինչ Գարյաչի։ Փոխանցեն կամ կզանգարեմ ես հիմա, լավ։ Կարող է դոգնասը զանգե։ Արդեն գիտեն բոզի տղեկը, ուրեմն օրան հյուրանոցը պիտի համար տար Բագրատ Սրբազանին, այդ ցուցարարներին, որը գտնվում է Հրազդանում, և ըստ ինձ հասած տեղեկությունների տելեգրամ կանալ և այլն ինձ ուղարկեցին, որ մերժել են ցուցարարներին, ասել են, որ ոչ, մենք ձեզ համար չունենք տալու, իդիցե նախույ։ Մի րոպե, ես ուղղակի, մենք իհարկե շատ արագ է կպարզենք ով է օրանի սեփականատիրը և մենք բոլորովս կգնանք սեփականատիրոջ տուն, ցել ասում է կարող է դոգնա զանգե։ Մի հատ է զանգենք։ Սասունի մաֆիան է, այո,
Սասուն Միքայելյան Սասուն Միքայելյան Օրան Աբազ Ներեցեք նորից մենք ենք տնօրենի անուն ազգանունը կասեք Օրան Ներեցեք մեր տնօրենի հիմա տեղում Ես յան չեմ ուզում ես անուն ազգանունն եմ ուզում Դուք ձեր տնօրենի անուն ազգանունը չգիտեք Անունը գիտեմ ասիցը բայց ազգանունը ես չգիտեմ Անունը ո՞նց է այդ տղու Ո՞նց եք դիմում տնօրենի ինչ ես ասում խերի գլուխ արիստեղ Չէ անուն ազգանուն ունի Ինչ է այդ մարդու անուն ազգանունը Ես անունը գիտեմ ազգանունը Անուն ինչ է իմյա սեստրա Ներեցեք ինչի համար եք մունատ գալի Ես մի ժամը ես անուն ազգանուն եմ ուզում Դուք ասում եք չգիտեմ անունը ո՞նց եք դիմում այդ Մասիս Դուք Մասիս եք ասում ձեր տնօրենին Եղավ Մասիս Եղավ վсё գրացեք տաճեք Հինագակոշում տնօրենի անուն ազգանունը չգիտի Հապա ո՞նց ես կանչում ստես խերը գլուխ արիստե Մասիս Շո, մնացած տեղեկությունը կհավաքենք հասկանալու համար Մասիսն ով է Մասիսիս Հիմա Մասիսին ով է ասել որ այդ մարդկանց համար միտուր Թող մնաք հուչեն Բագրատ Սրբազանն էլ կուլտուրական մարդ է Չէ Բանը եկեղեցին թույլ չի տալեմ հայոյանք Հիմա ես արդեն ես պատկերացրեմ ինչ ասել Ասել է դե հիմա բանը Աղջի խոսավ Հիմա ասել է այս մարդկանց վրեն ճշում են գործադրել Որցյակներ, հավատացյալներ, քուրեր և եղբայրներ Եկեք գնանք կողի հյուրանոց Հիմա դուք պատկերացրեք եք Վարդան Ղուկասյանը ատեղելներ Ինչ պիտի ասեր Մասիսին Մասիսի վրա ծծածկաս Այդ պիտի ասեր Ախր եկեղեցին հոգևորը առանց աշխարհիկի աշխարհիկ մարդկանց չի կարող գոյություն ունենալ չի կարող այսօր այս օրինակը բերեցի երբ որ բանը երեխա ես այդ ունենում ցանկացած ընտանիքում հայրը երբ որ տեսնում է իր երեխաների մեջ կամ երեխան չմոյա ով ասես իան նեղմա ով ասես գնում գալու թքմավերեն խփմա տփմա էսան հա բայց սովորողա բայց չմոյա այդ մարդը նեղվում է չէ հայրը նեղվում է ասում է տղա ջան քարը վեկան դու գլխին եթե ուժը չի պատում Երևանյան 20 շենքի մեթոդով նույնն է երկնային հայրը Եվ որ տենմա մի ազգ, ոչխարի նման անընդհատ, ով ասես հետ եմ գալեմ, չրպեմ, թքեմ վրեն, գարլխեմ և այլ, վերջը պիտի ասի, բալիգներ, պիտի ստեղծի մինես մի կերպար, ոնց որ Վարդան Ղուկասյանն, ու ասի գոնե էսի մի բանանի, հա, այսքան ինտելիգենտ գյոտ, որտեղից։ Հիմա Բագրատ Սրբազանն է, մեկ կուլտուրական մարդ, Կրոնը թույլ չի տալեմ կֆուտա, հասկանում ենք, բայց ուզում հասկանամ ենք կողի խիարները ինչի համար են։ Ժիրայր Սեֆիլյան Սերժ Սարգսյանի ձեռի ինստրումենտ Մայիսի 8-ին Բևերը հրավիրել է միտինգ, ժամը 19:00 օպերա Մեր ոպը, ոնց որ թե մեզի լավ բան ղրգին։ Մասիս Պետրոսյան, բանի, Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ալո Զանգում եմ հետ, որ ազգանունն ասեմ, ասեմ գրեք, Մասիս Պետրոսյան, ենան կվեգոն է։ 100%. 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
Մասիսի օգնական սիսն է։ Խնդրում եմ գրանցեք ձեր տնօրենի ազգանունն է Մասիս Պետրոսյան, որովհետև այդտեղ աշխատում եք ազգանունը չգիտեք։ Գրանցեք։ Ես իր հետ ինքը հազվադեպ աստեղ լինում։ Ես իան հազվադեպ դագաղը դնեմ։ Գրացեք Մասիս Պետրոսյան։ Ձեր Մասիս Պետրոսյանը ջահել տղա է, ինքը ջահել տղա է։ Հա ինձ ինչի՞ց տալի տնօրենի տեղեկությունները։ Մի րոպե, լավ եմ անում, ինքը ջահել տղա, եթե ինքը երիտասարդ տղա է, խնդրում եմ փոխանցեք, ասում եմ, եթե երիտասարդ տղա է, փոխանցեք, ասեք Վարդան Ղուկասյանը ուզում է քո հետ քնի, Մասիս Պետրոսյան, ես ուզում եմ գրկեմ Մասիս Պետրոսյանի հետույքը, քո հետույքից գրկած կան, ագարկա, քո հետույքից գրկած կան, մատս կոխեմ ոռի ծակը, ագարկա, Մասիս Պետրոսյանի մաման քունեմ, բոզի աղջիկ, ինչու եք բան ասեմ, ինքը ջահել տղու որ գրկած կա Սաբազյան, խիգանդոն, անդո դու, դես, անդոն ասում է հա, իհարկե, ձի կլոր որ Մասիս Պետրոսյանի ոռի թշերի հետ, ես խաղալու եմ պեկի հետ միասին, ջասմա ջահելան չես դես բան ասեմ, գանդոն, չես ճանաչում, ազգանունը չգիտեր, ասում ես չեմ ճանաչում, Մասիս եմ ասում, եթե մի տնօրեն ասեն Մասիս, Արիսիս, ինչ ասես, ուր էր, հա, ժիրայր, ես անջատենք, Սեֆիլյան, ես ուզում եմ հասկանամ, դու ինչի ես անընդհատ փորձում քաքել ցանկացած շարժման մեջ, ես հետի չեմ կարում, դիմում եմ բոլոր բևեռականներին, եկեք մի հատ հլը մենք մերոնցով տնավարի խոսանք, Ժիրա Սեֆիլյանին թողում ենք մի կողմ, ես և դուք զրուցում ենք, նայեք, մայիսի 8-ին ժամը 19:00 բևեռը հրավիրել է հանրահավաք, ոչ անօրինական սահմանազատմանը, միտինգի թեման է, ապրիլի 24-ներ, 25-ներ, երբ որ մենք բանը եղավ կոչ հավաքվել հանրապետության հրապարակում, բևեռը նորից առանձին տեղ հավքեց ժողովրդին, 24-ին, կա 24-25 կարմիր բերետավորները եկան, այդ խեղճ բևեռի ժողովրդին տշին, քցին կացուտակ, տուդի, սուդի, գրրին, պռին, արևիտակ վեկալան տարան, ինչու, որովհետև դուք միայնակ էիք, Իսկ եթե մենք գործում էինք համատեղ, ես էլ ոչ նախկին եմ, ոչ ներկա եմ, չէ, ոստիկանական ուժերը այտենց եռանդով և ակտիվությամբ չէին կարող ձեզ խոշտանգել, մեզ առանձին Արշակունած պողոտայից հավքին տարան, ձեզ առանձին հավքին տարան, հիմա մայիսի 8-ին դու ժամը 19:00-ին, որ ժողովրդին բերում ես, մայիսի 9-ի հանրահավաքից առաջ են ակտիվ, ռադիկալ, դուխով մարդկանց փուրն է ստալն, որ հավքեն տանեն կցեն կաղմաս, ինչ հատալու քո այդ միտինգը Ժիրայր Սեֆիլյան ոչ անօրինական սահմանազատմանը ու վերնագիրն էլ դրել ես ոչ անօրինական սահմանազատմանը, ինչ է դա նշանակում, որ հելար փողոց փագիրեկան քո միլիցեկով ծեցին ջարդին վեկալան տարան, ինչ է դա տալու, ինչ է տալու, էդի Նիկոլ Փաշինյանի խերին է, Ոնց որ այսօր շատերը կան, ասում են մենք դեմ ենք սահմանազատմանը, մեր սահմանազատման երթայևը, հարգելիներս, ինչ խերի սահմանազատումը եղել է, պրծել է, Ադրբեջանի հետ ամեն ինչ արված է, մայիսի 15-ին էլ եթե Նիկոլը մնաց, Ադրբեջանը գեղեցիկ կերպով գալու է մտնի այդ գյուղերում նստի, դու հահել Երևանի փողոցներում ղժա ոչ սահմանազատմանը, մարդկանց փուրը տուր, թովեկալ են տանեն գցեն քաղմաս, տուգան են, կալանավորեն, ձերբակալ են, ծեծեն, ջարդեն Արդյունքը ինչն է դրա արդյունքը ընկեր Ժիրայր Սեֆիլյան Արա Պապյան, իմաստը որն է, իմաստը, հիմա եթե դու սա արի սենց հանենք, բան քֆու տնենք,
Եթե քո միտինգը հաջողությամբ պսակվեց ու սահմանազատումը տեղի չունեցավ կանգնավ, հենց քո միտինգը կանգնավ, ես հրապարակայնորեն քեզանից ներողություն խնդրեմ։ Ասեմ Ժիրար Սեֆիլյան 1000 անգամ կներեց, ես շատ լախ էի, քո վրա սխալ կարծիք ունեի։ Կոնկրետ մայիսի 8-ի միտինգի մասին է խոսքը։ Դու էլ ինքդ գիտես, որ ոչ մի բան չի ստացվելու, չէ՞։ Ես մեր ասելով, մենք կարող ենք հասնել հաղթանակի ներքին թշնամու դեմ, միայն մի պարագայում, երբ որ լինի համախմբվածություն։ Մայիսի 9-ին ժողովուրդը կարան գան հրապարակ, օրինակ ես իմ ոնց եմ ասելու, եկեք պլակատներով, Սերժի, Ռոբիկի, Լևոնի պլակատները խաչը վրեն քաշած։ Եկեք, ով ինչ պլակատով ուզում է թողալ, մեկի վրա գրած Սերժ Բոզի տղա, մեկը գարա գրի ոչ քոչերան ծծնեմ քեզ։ Ամեն ձևը դեկալեք պլակատները, մուսկուլնիով, մյուս ովի ձև ուզում է։ Կարմիր Սերժին, Նիկոլին մի պլակատի վրա, Ռոբիկին, Լևոնին մի պլակատի վրա, խաչերը վրան դրած, եկեք հանրահավաքի։ Եկեք, բայց եկեք մեկ միասնական ճակատով։ Որովհետև սենց հատ, ընկեր բևեռականներ, ես ընդեղ, այո, բևեռով կան մարդիկ, որոնք որ իրոք տրամադրված են։ Իրոք տրամադրված են, իրոք ուզում են Նիկոլ ծծնեն, Սերժ ծծնեն, Քոչարյան ծծնեն եւ ոչ մի կերպ չեն ուզում կապ նախ, այո, կան նման մարդիկ։ Բայց ես ուզում եմ, որ այդ մարդիկ ամսի 8-ի հետ հանրահավաքի մասն, ասենք իրանք հասկանան մի բան, որ այդ փոքր հանրահավաքը, եթե սիման դուք 20-30 հազար մարդ եք հավքելու, ես վազելով կգամ ձեր գիրքը։ Ոչ, էլի մի 800 հոգի, 700 հոգի եւ պիտի հավքեք, էլի միլիցիա կգան ձեզի, դեզ են ջարդեն փշրեն, կեսին կալանավորեն, կեսի վրան վեկալ են տանեն, ոչ մի տուգանեն, էսանեն, всё, բաց թողալ։ Անիմաստ, պարակտող, գործողություն։ Ուստի կոչ եմ անում ձեզ, հարգելի բևեռականներ, ոչ թե Ժիրայր Սեֆիլյան։ Լավ, գնում եք ձեր մայիսի 8-ի միտինգին, գնացեք, բայց ոչ սահմանազատմանը, ասենք ինչ մտով։ Ինչ։ Գոնասեք Նիկոլ Սիկտիր, կասեմ հա, ոչ սահմանազատմանը, որ լավ։ Նույնը դիում եմ Բագրատ Սրբազան, ես չգիտեմ, այնտեղ տարբեր բաներ է հնչում, նոտաներ, չգիտեմ, մենք դեմ ենք սահմանազատմանը եւ այլն, ես չգիտեմ դուք ինչին եք դեմ։ Բայց այդ երթը, որը գալիս է դեպի Երևան, երթը գալիս է մեկ նպատակով, Նիկոլ Սիկտիր, այլ նպատակ այդ երթը չունի։ Ես սկսեցի այս գործողությունները, ես զարկ տվեցի այս միտինգներին, փոքրաթիվ, բայց ես զարկը տվեցի, ես ձեզ ասեցի թողեք Կիրանցը ոսկեպարը իջեք Երևան, որովհետև խնդիրը լուծվելու է Երևանում։ Եվ հիմա դուք գալիս եք, լավ եք անում, բարով գաք, welcome to Երևան։ Բայց գալով Երևան, խնդիրը պիտի լինի մեկը, Նիկոլ Սիկտիր, ինչ խերրից սահմանազատում, ինչ խերրից գծանշում, ինչ խերրից ես իմ ինչ, միակ պահանջը դա է Նիկոլ Սիկտիր, այլ պահանջ չի կարող դուրս գալ որևիցե մեկի բերանից։ Եթե որևիցե մեկը գալիս է սահմանազատման համար, թող գնա օպերայում միտինգանի սահմանազատման համար։ Հրապարակում հավաքվողները հավաքվելու են մեկ նպատակով՝ մերժիչ գժին։ Այլ նպատակ չկա։ Եվ պիտի գան միայն ծայրահեղականորեն տրամադրված անձինք։ Այդ անձինք հրապարակ եկողները պիտի հասկանան, որ իրան գալիս են ապակի ջարդելու, իրան գալիս են միլիցա ծծնելու, իրան գալիս են ավտո վառելու, իրան գալիս են ԿՊԱ-ական քունելու, իրան գալիս են կոնկրետ ռադիկալ գործողություն կատարելու համար։ Իրանք չեն գալի մամուլի տեսություն լսելու, Վազգեն Մանուկյանը ագարկակը ոչ եմ կնգալ պիտի լի բեմ խոսա, Արման Թաթոյան Բոզի տղեն կարահելի բեմում վրա ջրբաներ խոսա, են ինչ էր, Սաթիկ դելասմաձե հեղինակությունը գնալով աճում է, որտեղ ատեսը ես չեմ կարող հասկանալ։ 10 տարի կնի գվրեն մեծ, Սերժի փողերով սովորած, բանակ չծարայած, եկել է ասեմա, посмотрите, я тоже хочу стать осетринной. Это шерепука.
այդ քառակուսի գյոթը, այդ ազգային անվտանգության գործակալ Արման Թաթոյանը, агент, в прямом смысле этого слова. Այս ուզում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր հույս են փայփայում, կամ չգիտեմ երազանք են փայփայում, որ կարող է մայիսի 9-ի հանրահավաքը փորձեն վիժեցնել եւ հանկարծ ելնեն բեմի վրա ասեն մենք սահմանազատմանը, մենք չենք պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հենց այդ արտահայտությունը ում բերանից դուրս եկավ բեմի վրա, կրկնում եմ, ում բերանից դուրս եկավ, լինի դա կուսակցական, լինի դա կին, լինի տղամարդ, լինի տերտեր, լինի թե ինչ ուզում ալնի, քարով տալու եմ գլուխը բացեմ։ Պարզա, եթե անգամ դա կլինի հոգևորական։ Եթե որևիցե մեկը փորձեց կանգնել մայիսի 9-ի հրապարակի մեջտեղը ու ասեց, ես Նիկոլի հրաժարականը չեմ պահանջում, ես եկել եմ սահմանազատման համար, քարով տալու եմ գլուխը ծխեմ։ Վստահեցնում եմ ձեզ, տվյալ մարդկային ռեսուրսը ես ունեմ։ Ով ուզում է դա լինի։ Մայիսի 9-ի հանրահավաքը, որն առաջնորդում է եկեղեցին, հոգևորականները, սրբազանները, ունի մեկ պահանջ, Նիկոլ Սիկտիչ, որին աջակցում եմ ես։ Այլ թեմայով հանրահավաք չի կարող տեղի ունենալ։ Միայն մի հատ հարց, Նիկոլ Սիկտիչ, վերջ։ Հիմիկվանից գուշացնում եմ, որ որևիցե մեկն ու մեկը չփորձի, ես իմիշ խաղեր տալ, որոշակի նիկոլական պորնիկի ծնունդներ տենում եմ հելել են, դոգը ԿՊ-ի ագենտեր, մեր մարդներ, հիմա էլ անցելա Քոչարյանի մարդնա, ասենց պորնիկի ծնունդներ էլ կան, որ մենք ուզենայինք յան վաղուց բան կանեինք, դուք ասկի արշակին ձեր քտի տակ չկարացակ բանանեք, բոզի տղեք, քար չկա, ես ձեր մարդն եմ ու լինելով ձեր մարդը ասում եմ, ձեր կնանիքին ծսցնեմ, կբերեք ձեր կնանիքին հատ, ձեր բալեքով հանդերձ, իշկան կպկա ծսցնեմ, ես ձեր մարդն եմ, no problem։ Մոշակի միամիտ մարդիկ էլ ասեմ, պարոն Ղուկասյան, ես ինչ ասեմ, ասում եմ, իա մամային ծսցնողի մասին է խոսում, ինչ ասեմ։ Մարդան Ղուկասյանը ԿՊ-ի ագենտ է։ Ինչ ասեմ ուրիշ, բա որ ԿՊ-ի ագենտ է, իմ մարդկաց բերթերում խեք խոշտանգում, խի ազատության մեջ չեն, բա որ ԿՊ-ի ագենտ է, կուսակցությունը խի չեք գրանցում, բա որ ԿՊ-ի ագենտ է, 40 քանյատ քելական գործ, որից խիք դրե հետա ուզում հայտարարել, հա, բոզի տղեք, ԿՊ-ի ագենտ է, ինչ ասեմ, ես ագենտ ուզում եմ Նիկոլի երեխեքին ծսցնեմ մեծից փոքր, ատենց ըլնմա, Աննա Վարդապետյան, ծսցնելը քերորեն հետապնդելի առարկա, ոչ, շնորհակալություն։ Ես իմ խոսքն ասեցի Բևերին, հուսամ Բևերի շարքերը համալրած ազնիվ քաղաքացիները պետք է հասկանան, որ սիրելի քաղաքացիներ, գծանշում, սահմանազատում, դեմարկացիա, դելիմիտացիա, ինչ խերես գալով, դրանով միտինգ չի լինում։ Միտինգի հիմնական թիվ 1 մեխը Նիկոլ Փաշինյան Բիզիմդիչ, ուրիշ ոչ մի բան։ Այլ տարբերակ գույություն չունի։ Եվ ձեզ, ինգեր Ժիրար Սեֆիլյան, ուղղակի մաշացնում է, օգտագործեմ այդ բառը, մաշացնում է ամսի 9-ի միտինգից առաջ։ Ձեր վերնախավը, հիմա ինձ կարող եք քարկոծել, ինձ կարող եք չսիրել, վիրավորել, բայց ես ասում եմ, ձեր վերնախավը սերտ համագործակցում է Սերժ Սարգսյանի ճամբարի հետ, սերտ, կոնկրետ Սերժի հետ, և են պապացը գնդի ահաբեկշությունը ևս պլանավորված էր Սերժ Սարգսյանի կողմից,
որին մասնակցեցին հիրավի ազնիվ տղեկ, ինչպիսին միայնակ գայլներ։ Որի վախճանը մենք ձեր հետ միասին տեսանք, որի վախճանը մենք ձեր հետ միասին սգում ենք։ Հիմա հետևյալ սցենարով դու մենակով բևեր քաքը պիտի ուտես ամսի 8-ին ժամը 19:00-ին, հա? Հարց։ Նորից եւ նորից կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր որ իրոք հասկանում են, որ երկիրը գտնվում է աղետալի վիճակի մեջ, ովքեր իրոք լսված են վրեժի ծարավով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց ինքնասիրությունը, ազգային ինքնասիրությունը, ովքեր ցանկանում են երկիր փրկել այս բոզի տղեկի ձեռից։ Մի մարդի պես մայիսի 9-ից եկեք Հանրապետության հրապարակ։ Ես այդ օրը գալու եմ ուղիղ Հանրապետության հրապարակ։ Բոլորովս։ Ես արդեն մոտավորապես հասկանում եմ, որ բնականաբար կփորձեն փակել երթի մասնակիցների մուտքը Երևան։ Ուստի պիտի ոստիկանական ուժերը բաժանվեն մի քանի մասերի, որպեսզի կարողանան ինչ-որ մի գործողություն, այսինքն եթե բաժանվեն մի քանի բան, մասերի ինձ համար խնդիր է լինելու։ Եթե չբաժանվան, շատ հեշտ կարողանան մուտքը փակել։ Դա համար պետք է բացվի մի քանի ճակատ։ Մայրաթոր Սուրբ Էժմիածինը կարագա Էժմիածնի կողմից։ Ժողովուրդը հենց հրապարակ լցվեն։ Չգիտեմ Արարատից, Արտաշատից, ասենք այն կողմից այն ժողովուրդը գա, աշտարակից այն մի կողմից ժողովուրդը գա, որպեսզի ոստիկանական ուժերը ցրվեն, մանրանան, չկարողանան հասցնել։ Լցվել Երևան, ասնել կոնկրետ գործողությունների, կոնկրետ ռադիկալ գործողությունների եւ շատ կարճ մի քանի օրվա մեջ մաքրել, սրբել, տանել այս բոզի տղեկին։ Ուրիշ ձև գոյություն չունի։ Եվ գնալ ընտրությունների, թափանցիկ, դեմոկրատական ընտրությունների։ Եվ ժողովուրդը թող որոշի։ Ումա ընտրում Ռոբիկ, Սերժիկ, Դոկ, Նիկոլ, Դոդիգագո, թե եւ այլն։ Չի կարելի այսպես։ Մաս անջատ մենք ոչինչի չենք կարող հասնել։ Ոչինչի։ Մի կողմ թողեք ձեր ատելությունները, մեկը մեկի նկատմամբ, ձեր արհամարանքը, զզվանքը, վիրավորանքը։ Մենք ունենք մեկ ընդհանուր թշնամի, ներքին թշնամի, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան։ Միգուցե Սերժ Սարգսյանը հիմա զղջացել է։ Ինչ-որ մի բան ուզում է անի, բայց արդեն ուշ է։ Արդեն ուշ է։ Ես Սերժ Սարգսյանին գարանտիրую жизнь, եթե Սերժ Սարգսյանը չփորձես խանգարել։ Քաշվի գնա մի անկյունի վրա նստի։ Նույնն է Ռոբերտ Քոչարյան, քաշվի գնա մի անկյունի վրա վերենգի։ Ձեր վարված, պալիտեղած, եթին բոզի տղեկով։ Թողեք, պրոցեսը թող զարգանա։ Մի փորձեք վիժեցնել, հակառակ դեպքում կթաղեմ սաղիդ։ Էսի սենսա, այնին, չգիտեմ, Սրբազանը, մի հատ էլ սպիտակ մազերով ագարկա պարվաբոս կա, դրան նկարածն են, կցե, ցույց են տալը, Սրբազանը, ինչա չգիտեմ, մորմոնների հետա, նրանց հետա, արա, ինչ ուզում եք, սարքեք կցեք, պոխույ։ Ես հիմա աջակցում եմ այս պահին եկեղեցուն։ Ընդեն Ալեն Սիմոնյանն է ելույթ ունենում, ասում է եկեղեցին էլ թող կուսակցություն բացի։ Եկեղեցի կուսակցություն բացելու խնդիր չունի, Ալեն Սիմոնյան։ Դա խոսում է նրա մասին, որ պատմություն առարկան շատ վատ է ուսումնասիրել։ Նամանավանդ հին աշխարհի պատմություն, միջին դարերի պատմություն, երբ որ կաթոլիկ եկեղեցին, որ ասում էր ռուլիտ էր անում ամբողջ Եվրոպան, ամբողջ թագավորներին, պետություններ եւ այլն։ Այդ կուսակցությունով էր ռուլիտ անում Ալեն Սիմոնյան։
նույն ձեր 2018 թվականի երթին ձեզ նորից աջակցում էին հոգևորականները։ Բայն վաղտ ինչ կասես։ Պատմություն սովորեք, պատմություն։ Ստեղ ուրիշ մի րոպե տենամ վերջի պահին թարմնորություն ունենք թե չունենք, որևիցե միտեղից։ Մենք բնականաբար Մասիս Պետրոսյանին հələ կհիշենք։ Մասիս Պետրոսյանի հարցը կլուծենք, կհասկանանք ով այս ղախ պիտղեն, ինչի սենյակ չի տվել ցուցարարներին, ու ասել է Ստեղ մենք ստանում ենք տեղեկություն, որ մեծ երթ Գյումրիից Աբովյան, այնտեղից Երևան։ Մայիսի 8-ին ժամը 10:00-ին Միքայել arczepiskopos Աջափահյանի օրհնությամբ մեկնարկում է երթ Գյումրիից դեպի Երևան։ Բրավո։ Բոլոր գյումրեցիներին, Շիրակի մարզի բնակիչներին, Շիրակի տրասից դեպի Երևան այդ կողմ ընկնող բոլոր բնակիչներին, քաղաքացիներին հորդորում եմ միանալ Միքայել arczepiskopos Աջափահյանի օրհնությամբ տեղի ունեցող երթին։ Եվ նաև ինձ սատարողներին, ինձ հավատացողներին, իմ աջակիցներին, երկրպագուներին Շիրակի դաշտավայրից կոչ կենեմ ամսի 8-ին ժամը 10:00-ին միանալ այս երթին եւ քայլել ավտոերթ է, քայլերթ է, չգիտեմ, գալ դեպի Աբովյան։ Կոչ կենեմ, ոդի հելեք։ Քանի որ քաղաքական դաշտն ամբողջությամբ վարկաբեկված է, մնացել է մի քանի նորմալ մարդ, ըդոր համար էլ եկեղեցին կենե եւ ճիշտ կենե։ Կոչ կենեմ ձեզ, ոդի հելնել, առանց մեկի դիտողություն ենելով ճանապարհ բռնել դեպի Աբովյան, ըդորից հետո գուկանք Երևան։ Ես էլ իմ սիրելի գյումրեցիներին, իմ սիրելի Բառապաշարով Գյումրիի դիմում եմ ձեզ։ Ես ձեզի շատ կսիրեմ։ Ոդի հելեք։ Մահ Նիգոլին, մերժի գժին կոչերով։ Գյումրեցոս ցավը տանիմ ես։ Եկեք ձեր հումորով, ձեր բառապաշարով, ձեր ինչ բառը մոռացա։ Մեհուշի այդ տղա։ Շուլուխով, ձեր շուլուխով ճամփա ընկեք, եկեք հասեք Աբովյան։ Ես նորից ու նորից ասում եմ, որ ես շարունակում եմ սատարել, եկեղեցու կողքին եմ, ես անհավատս։ Երբեմն աշխարհիկ մարդիկ ավելի հավատացյալ են բանից դուրս գալի, քան թե բուն հավատացյալները։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։